Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ իհարկե խոսել ենք մշակույթից։ Այսօրվա հյուրս իմ վաղեմի բարեկամ ընկեր Դավիթ Մշեցին է։ Ողջույն Դավիթ, ուրախ եմ, որ եկաք, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, շնորհակալ եմ։ Լավ։ Ասեմ, որ Դավիթը ոչ միայն իմ լավագույն հին բարեկամ ընկերն է, այլ նաեւ գրող է։ Դավիթ ունի բազում գրքեր եւ բազում գրքերի հեղինակ է։ Նա սկսենք այնտեղից, ինչու Մշեցի, Դավիթ։ Կարծում եմ իմ տաղավարում առնվազն այդ հարցը չի հնչել։ Մշեցին ճիշտն ասած ժամանակին ռոմանտիկ, բավականին ժամանակ իհարկե չէի տալի այս հարցի բացատրությունը, շատ էին հարցնում, ասում էի պետք չի, հետո կարծեմ արդեն մի 7-8 տարի առաջ մի անգամ ասեցի եւ հետո կրկնվել եմ շատ, այստեղ էլ ասեմ, ռոմանտիկ այսպես երազանք կար, որ ես պետք է անպայման շատ լուրջ գրական դեմ կդառնամ համաշխարհային եւ որպեսզի այդպես ճանաչողը, իմացողը իմանա, որ այնտեղ կորսված հայրենիք եւ այլն եւ հետո այդպես մնաց, որի համար իհարկե չեմ փոշմանում, նաեւ դե բնականաբար երկկողմանի եւ հորական եւ մորական արմատներով մշից այո, արմատներով, այո։ Եղել եք մուշում։ Չէ, ցավի սիրտ չեմ եղել եւ պատճառը մինչեւ վերջի մի 5-6 տարին ավելի շատ հոգեբանական էր, որովհետև իմ համար գնալ սեփական տուն եւ ինչ որ մեկի անձնագիր ցույց տալու, որպեսզի մտնես քո տուն, այդ պրոբլեմատիկ էր, մանավանդ ինչքան մի քիչ ավելի երիտասարդ ես, այնքան տաքարյուն ու ես չէի վստահի, որ չեմ կառավարի ինձ ու այնտեղ մի փորձանք կգա։ Հետո դրանից հետո արդեն որ հաղթահարեցի այդ բարդույթը հոգեբանական։ Որոշեցի գնամ, բայց դրանից հետո համաճարակ, պատերազմ, հետո կալանք, երկրից դուրս չգամ։ Որին անպայման կանադառնանք եւ պատերազմին, եւ ձեր մասնակցությանը, եւ ձեր դատական այդ 3 տարի ձգձգող պատմությանը։ Պարզապես խոսենք հիմա մի քիչ մշակույթից, հա, որովհետեւ մեր մշակույթը մեղմ արտահայտվեմ, թերևս մի քիչ հիվանդացել է։ Ես ավելի մեղմ արտահայտվելով ասեմ, որ ցավի սիրտ գիտեք, այսպիսի մի բան կա, եթե վերցնենք ընդհանրական ընկալման մեջ, ոչ թե հիվանդացել է, այլ վաղուց մահացել է։ Եթե վերցնում ենք հանրային ընկալումը։ Ինչքան վաղուց է մահացել դա։ Գոնե վերջի 30 տարին։ Վստահապես։ Բայց դա չի նշանակում, որ մշակույթ չի ստեղծվում, լուրջ կոթողային գործեր չեն ստեղծվում, տարբեր ոլորտներում տիտանական դեմքեր չկան, բայց ստեղ այն, եթե չեմ սխալվում, սոցիոլոգի իր տեսության մեջ հետաքրքիր բան ունի, ասում է, այն ինչի ընկալողը չկա, գոյություն չունի, ասենք կոնկրետ բերում է բանը, ասենք գինետան օրինակ է, եթե ասենք գրված է գինետում, բայց այդ հասկացող չկա, հետեւապես գոյություն չունի։ Հիմա որպեսզի չստացվի իմ ասածով, որ մշակույթ չկա, կա, բայց միևնույն ժամանակ չկա, որովհետև հասարակական ընկալումների մեջ ընդհանրական մակարդակով դրա գիտակցությունը չկա եւ եթե շատ անկեղծ լինենք, ամենայն անկեղծությամբ այսօր խոսել մշակույթից, մի քիչ էլ բարձր մշակույթից կապ չունի, որտեղ կլինի քաղաքական գործչի հետ, կլինի, չգիտեմ, այսպես ճակերտավոր մտավորականի հետ եւ այլն։ Դա ոնց որ ես շատ եմ այս օրինակը բերում, մեր էպոսի մեջ մի հանճարեղ կտոր կա, էլի այդ բնութագրով, որ Դավիթին գցում են բանը, այնտեղ Իսմիլն ուզում է պահի, որ ուժեղացնի Մելիքի հետ աշխարհը վերցնեն, Մելիքը հասկանալով, որ վաղը վտանգ կլինի, ուզում է սպանի եւ այդ մութ զնդանում հələ լույս չի տեսել Դավիթը։ Այդ հաց տանողին ասում է ոսկորով կտանես միսը, թողուտի խեղդվի եւ Դավիթը երբ որ այդ ոսկորով միսը ուտում է, ոսկորն ընկնում է բերան, հանում խփում է այդ զնդանի պատը քանդվում է ու լույսը գալիս է ներս։ Ահա։ Եվ Դավիթն ինչ անում։ Կռվում է լույսի հետ։ Որ գալիս է այս հաց բերողը ասում է ինչ ես անում, ասում է չգիտեմ ես ով է մտե իմ խուց։ Չի հելնում։ Հիմա այդ մշակույթ ասածը, բարձր քաղաքակրթություն ասածը, իմացավ բանական ինչ որ բաներ ասածը բնակ ցավի սիրտ արդեն բնականորեն մեր հասարակության մոտ այդ բանն են առաջացնում, որ մարդը կռիվ է տալի, ասենք եթե փորձես մարդուն օրինակ ինչ որ հիմնային, հա, ասենք տեսեք այսօր շատ է, չէ՞ խոսվում, ամբողջ աշխարհի թիվ 1, այսպես օտար բառով ասած բրենդային բաներից մեկը, դա բանն է, ժողովրդավարությունն է,
դա բազմակարծությունն է եւ մարդու իրավունքներն է, չէ՞։ Այո։ Ուրեմն բան ունի ժողովրդավարության հետ կապված Պլատոնը մի հանճարեղ միտք ունի, որ ես համաձայն եմ իհարկե, ասում է ժողովրդավարությունը դա նախանձ աղքատների իշխանությունն է։ Պլատոնն ասում, բայց տեսեք մեր որպիսի մշակույթի հանդեպ մեր ընկալումը, հա, պատկերացնեք մոտ երևի մի քանի ամիս առաջ այդ միտքը ուղղակի դրել է տակը Պլատոն։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, հարյուրավոր մարդիկ թե ուղղորդված են, բայց մարդ են էլ իրանք ֆեյք չեն։ Ինչ գրեմ Պլատոնին լավը լինի։ Եվ Պիցայակեր։ Ինչպես Որ պիցայակեր։ կեր։ Հա, պիցայակեր, չգիտեմ ես ինչի փող ու այն որ բանը չես հասցնում ջնջես այդ մեկնաբանությունների ջնջես, ստիպած գրառումը ջնջեցի, որտեղ ասի վաղը միսօր ընդեղ եթալու ենք Պլատոնի հետ հարցեր կգասի, ախպեր։ Տարեցի ես ձեր իրականության մեջ այդքան կփուր քաշում։ Այսինքն այդ առումով շատ, ասենք այդ մակարդակի խոսույթ հանրության հետ։ Եվ վերջի հաշվով գիտեք մշակույթը նախ եւ առաջ դաստիարակություն է։ Եթե ինքը չպետքա բերի դաստիարակ, ամենապրիմիտիվ, հա, այն բնական, բանական, այն առարչական սկզբունքայնություն, չգիտեմ, ազնվախոսություն եւ այլն եւ այլն։ Հիմա եթե մենք նայում ենք մեր լայն իրականության մեջ, վերջի հաշվով հիմա չեմ ուզում քաղաքականացնել, բայց եթե բերում ենք բանի, չնայած ուզենք, դա էլ չեմ սիրում, էլի որ ասում են չենք ուզում քաղաքականացնել, որովհետեւ ցանկացած քայլ մարդու կողմից դա արդեն քաղաքական է, ցանկացած որոշում, եթե մարդը անգամ որոշում է գնա ինչ-որ սարում ապրի, դա էլ իր քաղաքական որոշումն է, այսինքն ինքը այդ առումով այտենց է որոշում։ Այո։ Եվ ստեղ այդ քաղաքակրթական Սոդոմ Գոմորի մեջ, հա, երբ որ մենք այդպես խոսում ենք բարձր մշակույթից, չգիտեմ, այդ տիպի բաներից, Ատև արդեն գալիս ես տենում ես դու ինչ կարդում ես այդ ես, ասենք գալիս ես քո քաղաքական դաշտ, վերջի հաշվով մեր իրականությունը, երկրի ես սարսափելի անկումային կործանարար իրականությունը, ուղիղ նրա արտացոլանքն է, միարժեքորեն։ Ինչը մենք կարդում ենք, ինչը մենք, չգիտեմ, ինչ նկարչություն դավանում ենք, ինչ փիլիսոփայություն ուսումնասիրում ենք, ինչ ճարտարապետություն ուսումնասիրում ենք, որովհետև ամբողջ աշխարհի պատմության մեջ միշտ այդ ժողովրդի վիճակը համարժեք է եղել տվյալ ժամանակվա իրենց մշակույթի ընկալմանը, ոչ թե ստեղծված մշակույթին, այլ մշակույթի ընկալմանը, որպեսզի սխալ չհասկացվի, ասենք, անեշի որ ասենք Ռաբլեն երբ որ գրում էր իր հայտնի վեպը, այն որ արդեն ժամանակի եվրոպացի մարդը որ ամեն ինչ ուտում է, այդ շքեղ հզոր կոթողային գործը ստեղծվում էր, բայց ժողովուրդը դրա հանդեպ ընկալում չուներ։ Հիմա եթե մենք գանք այս տեսության հիման վրա ու գանք մեր իրականություն, ինչպիսին է մեր իրականությունը, կենցաղային մշակույթը, ստախոսությունը, անսկզբունքայնությունը, չգիտեմ, այն պղծությունը, եղծությունը, այլանդակությունը, այլասերությունը, այն որ հասել է իր գագաթնակետին, ասենք, չգիտեմ, ասենք կարող է հեռու չէ թանկ էլի, նայեք մեր ազգային ժողովը, դա էլ չէ մշակույթի դրսևորումը։ Այո։ Ուղիղ մշակույթի դրսևորումը։ Նայում ես որ ամոթից ուզում ես գնաս ազգությունդ փոխես։ Բոլորը ստում են, անխտիր առանց բացառության, բոլորը ստում։ Մեկը կարող է ասենք, չգիտեմ, իր բոլոր սրբություններով երթվի, որ ասի սա բաժակա մեջ դել ջուր, մի րոպե հետո ասի ես դες բան եմ, ասես ինչ ասում է բանը լկտի սուտ եք տարածում։ Եվ հետո բանը չի, ասենք մենք լսում ենք, ասենք հելնում ես բանը, դա էլ է մշակույթ։ Մարդիկ հելնում շատ լուրջ, ծանրակշիռ դեմքով ասում են, գիտեք, բանը հայ մոր կերպարը եւ այլն, դա գիտեք ինչ է, ազգային ժողովի ամբիոնից։ Եվ ոչ մի չի ասում, եղբայր, հայ մայրը եւ առհասարակ կին է, էլի, ասենք, չգիտեմ, քֆուր չի տալի, մատ չի տնգում, չգիտեմ, կներեք հազար անգամ մի падգամավոր կար, չի, ասենք, այդ հայ կինի չի ելնում իր փորլուծությունը տարածում բան համացանցում։ Ու գիտեք, սա Թումանյանի բանը կա, չէ, որ ասում է եւ այսքան աղետներից, ավերներից հետո ոչ մեկ ինքնասպան չեղավ, ոչ պատասխանատվության կանչվեց։ Դա ուղիղ մշակույթի դրսևորում է։ Ասենք հիմա որ բարեկամ էլ չասեմ, ասենք մեր գյուղից մի կին, ասենք այդպես վարկ դրսևորի, կամա չեմ էլի ասեմ ես, ասենք այդ գյուղից է։ Արա բա ո՞նց կարելի ասենք, չգիտեմ էլի, ասենք այդ վարք ու բարք այդ քաղաքակրթական արժեք ունեցող կնոջ որդին հանկարծ ելնի երկիր ղեկավարի եւ ստե ամենասարսափելին իրանք չէ, այլ այն ժողովուրդը որ ծափա տալի, ասում է տեսակ օր ինչ կնիկ էր, քրֆեց օրը հելով սաղին ասեց գնացինք, դա հասկանում ես որ մշակույթից խոսել է Ստոունի ասած, ասում է էշին մոխրաջրով լողացնելու պես մի բան, հա,
Հիմա այդպես։ Գիտեք, ես շատ հազվադեպ է լինում, որ իմ հյուրերին չեմ ընդհատում։ Դուք այնքան խորքային եք վերցնում ցանկացած հարց, որ նույնիսկ չեմ ցանկանում ձեզ ընդհատել։ Բայց շատ կարևոր բաների մասին խոսեցիք, հերթով անդրադառնամ, Դավիթ։ Խնդրեմ։ Դուք ասացիք, շատերը ասում են մենք քաղաքականությամբ չենք զբաղվում։ Առհասարակ եթե դա ասի սովորական քաղաքացին, շինարարը, չգիտեմ, եւ այլն, ինչ որ միտեղ կարող ես ընկալել, բայց երբ դա ասում են մշակութային գործիչները, որոնց առիթ եմ ունեցել բազմիցս հարց տալու եւ մենք քաղաքականությամբ չենք զբաղվում արտահայտությունը լսելու, ես պարզապես ապշում եմ։ Արդյոք այդ քաղաքականությունը, այդ իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, իրենց այդքան շրջանցում է, թե վախենում են, որպիսի օրվա հացից չզրկվեն, պաշտոնից չզրկվեն, ցուցահանդեսից կամ համերգասրահից չզրկվեն։ Ոնց կարող է ներկայիս ներողություն, ներկայիս իրականությունը տեսնող մտավորական մշակութային գործիչ ասի, դա ինձ չի ուզում, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ոնց։ Գիտեք, ես նոր այդ որ ասում էի, որ ասում եմ քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ցանկացած բանը չզբաղվելը ավելի մեծ քաղաքականություն է, որովհետև դու լինելով այսպես, հա, ճակերտավոր կամ առանց ճակերտ մշակութային գործիչ, երբ որ որևէ բանի չես արձագանքում, դա նշանակում որ դա քո քաղաքական վերաբերմունքն է այդ բանին չարձագանքելու։ Հետևաբար դա այն բերում է նաև հետևանքների, չէ՞։ Կեղտոտ այսպես մանիպուլատիվ բան է, որովհետև սենց տենես դու քաղաքականություն ես անում, այ ուրիշ հարց է, դե դու ես օրինակ ասենք չեմ ուզում կատեգորիկ շատ այդպես հստակ դնելու ասել, որ դա վատ է, որովհետև ես ասենք գիտեմ մարդիկ, որ ուղղակի ասենք է որ այդ նոր որ ասում են իրանց ընկալումը, իրանց խոսքի, իրանց ստեղծածի, իրանց գաղափարի, իրանց արժեհամակարգի, իրանց քաղաքակրթության հանդեպ վերաբերմունքը, որ այնքան ծաղրական է հասարակության, որ ասի չասի, հա, էլի այդ նոր որ ասում էի, բայց այտենց մատերի վրա մի քանի հոգի մարդ կա հաշվեք։ Մնացածը, օրինակ տեսեք ասում եք մտավորականություն, չէ՞։ Քանի մտավորական մոտավոր էլի ում գիտեք այն արդեն հայտնի անունները, որ ուզենք թե չուզենք, ինչ որ թղթի վրա իրանց անունը արձանագրվելու է բանի մեջ։ Այո։ Քանիսին գիտեք, որ այս կամ այն ինչ որ քաղաքական առաջնորդի կամ կուսակցության չեն հարել։ Երևի ես հիմա մի երկու հոգու մի երկու հոգու մտաբերում։ Հա, հետևապես, իսկ հարել այս իրականության մեջ որևէ մեկին, դա կնշանակի ուղիղ հարել ամենացածրակարգ, ամենառաբիզ, ամենաէժանագին վարքու բարքին, մշակույթին հարել, այսինքն մշակույթի գործիչը, ես օրինակ գիտեմ, բոլորը գիտեն, չնայած շատ հայտնի մի բոլորի կողմից սիրված այսպես արվեստի կարկառու ներկայացուցիչ, երբ որ ինչ որ օլիգարխի ասում է ձեր կերպարը ինձ ոգեշնչում է ստեղծագործելու։ Այդտեղ բրծավ իր այդ ամեն ինչը վերջացավ, հասկանում եք։ Այո։ Եվ այստեղ հասկանանք նախ ով է մտավորականը։ Նախ ես այդ մտավորական բառից ընենց եմ խորշում, Ճիշտ ասած ես էլ մի փոքրիկ, որովհետև ամեն մարդ ով մտածում է, արդեն, հա, վերջաշվով բան է, չէ՞, մտքի վարժանք, մտավորական է, չէ՞։ Ես ուզում եմ այդ մեր ասացի անունը դնենք ազնվականություն։ Իսկ այդ ազնվականությունը նախ ստեղծագործելու բուն տեքստից, չգիտեմ, քանդակից առաջ եւ այդ ամեն ինչը լինելու համար պարտադիր պայման է, որպեսզի այդ բարձր, հա, այդ իր ապրի կյանքով նաեւ այդ քաղաքակրթությամբ ապրի, հա, որովհետեւ տես այդ որ նոր ասում էինք, այդ մարդը ֆանտաստիկ ասես բաներ ունի, հրաշալի։ Այն որ բոլորս լսում ենք, հիանում ենք։ Բայց միանգամից հենց այդ արտահայտությունը լսում ես ու այդ վարքը տեսնում ես, զրոյանում է այդ ամբողջ արժեքը։ Համաձայն եմ։ Չեմ կարող չհամաձայնել, որովհետև միայն գեղեցիկ խոսքերով կամ գեղեցիկ կտավներով չի որոշվում, որ դու արվեստագետ ես կամ մշակույթի մարդ ես։ Դու նաև քո երկրի համար որոշիչ շրջանում պիտի, այո, դու քո մշակույթով երկրի ծերունդների թողնում ես, բայց քաղաքական դաշտում։ Դավիթ, քաղաքական դաշտ ասացի եւ ուզում եմ անպայման անդրադարձ կատարեմ, հետո նույնիսկ կվերադառնանք մեր մշակույթին։ Անդրադարձ կատարեմ այն ինչ կատարվում է այժմ քաղաքական դաշտում, չեմ ուզում ասեմ
իմ որակավորումը չեմ ուզում տամ, բայց անգամ ձեր հանդեպ 3 տարի շարունակ դատական գործընթաց շարունակվեց, որը Փառք Աստծո իօգուտ ձեզ ավարտվեց։ Անդրադառնանք դրան թերևս։ Գիտեք, իմ համար ես հələ Նախ սկսենք ինչ էր կատարվում, ինչից սկսվեց, ինչա պատահել։ ես 20 թվին, այսինքն 19 թվին դեռ շատ եմ այդ մասի խոսացել, ուրեմն երբ որ կրթական չափորոշիչներ էին բերում, էլի գալիս ենք մշակույթից գնանք քաղաքականություն։ Այո։ Ես եւ կարծեմ ձեր տաղավարում էր հարցազրույց, թե մի ուրիշ տեղ եւ այդ հարցազրույցում եւ հոդվածով եւ անգամ բանաստեղծությամբ գրքի մեջ կա խլասացության մեջ տպված, ասում էի, որ ավելի པարզ չեն կարող ասեն, որ սա այս կրթական չափորոշիչները ուղիղ նշանակում է, որ առավելագույնը 1-2 տարուց մենք ունենալու ենք պատերազմ, տալու ենք Արցախ եւ այդ երեխեքի այս որ կրթում ենք այդ երեխեքին այդ չափորոշիչներով իրաց աճյունները չեն գտնելու որ բերենք թաղենք։ Այդ ժամանակ ես հայտարարվել էի Հայ ազգի կողմից Սուլթան Համիդ եմ որ բոլորը որ 15-20 տարվա հետևորդներ որ պաշտամունք ունեն, ես ինչ սևագրավ է, ինչ ա խոսում եւ այլն եւ այլն։ Հետո եկավ իրականությունը եւ որպես կանոն տագետ թույլ այդ հասարակությունները միշտ արդարացման բան ունեն, չէ, ասում են մարգարեություն էր։ Այսինքն մարդը եթե դպրոցա գնացել, գիտի, մեկին գումարած մեկ հավասար է 2, այնով չի գնացել, դրա համար արդեն որ դա իրականանում է, դառնում է մարգարեություն։ Եվ կան գործի մասով, պատերազմը եղավ, այդ ինչը որ եղավ, արդեն պարզ էր, որ ցուցակներով շատ արագ բոլոր նրանք, ովքեր կրում են ազգային, այսինքն ոչ թե կրում են, այլ ճանաչում են իրանց ազգային հիմքը, իրանց քաղաքակրթական արժեքը, իրանց տարբերակվող են հատկանիշները, իր ազգային, որով ինքը տարբերվում է, ասենք, չգիտեմ, իռլանդացուց, պորտուգալացուց, չգիտեմ, չինացուց, չէ։ Այդ մարդկանց բոլորին հավաքագրելու են եւ անպայմանորեն բան լինի։ Բոլորը ինչ որ փուլերով անցնելու են։ Այդ մասին էլ եւ գրել եւ խոսացել եմ, որ ասում են դե լավ, դե ես ինչ ես մազը գերան դարձնում, դե չէ մի չէ, մի հատ էլ բա չեղավ սենց։ Եվ շատ արագ եղավ ու շատ նորմալ էր եւ շատ անբնական կլներ, որ ասենք իմ մասով այդ ամեն ինչը չլներ։ Անկեղծ շատ անբնական կլներ էլի։ Ասենք այս իրականության մեջ մի իշխանություն իր այսպես հարակից սպասարկող ընդդիմադիր ճակերտավոր դաշտով, այսինքն այդ ընդհանրության մեջ, որոնց բոլորի հակազգային, պիղծ, այլասերված այդ էությունը ի ցույց ես դնում, եւ մեկ էլ հանկարծ դրա մեջ, չգիտեմ, դու ինչ որ ասենք մի 3 տարի չմնաս կալանի մեջ, չի լինի էլի այդպես։ Նենց որ դա իմ համար բան չէր, Սպասել էր։ Հա իհարկե սպասել էր, ուղղակի սենց ճակերտավոր ասեմ, թե ոնց ասեմ, բախտս բերեց այնքանով, որ ոնց որ ասենք, չգիտեմ, այն որ կենցաղից սկսած քաղաքականության մեջ միմյանց հետ հարաբերություններում, ասենք, բոլոր տեղերը փնթի են ու բան, նաև գործ կարելուց են փնթի էլի։ Գնեմ որ մոտավորը իրանից գործ են կարել, ոնց որ ես տե նստած, ընդամենը բան է արել, որ Facebook-յան ինչ որ գրառում, բոլորին էսպես ժողովրդական լեզվով ասած սպորտները տեղը դնել, բայց քանի որ մեր իրականության մեջ բան կա, չէ՞, եթե ասենք, չգիտեմ, Քոչարյանի բան ես ասում, ասենք, զուտ, այդ պահին Քոչարյանն ես ասում, Սերժին, չգիտեմ, Նիկոլին են, մյուս ինչ ես ասում, ես նրա փողերով ապրում։ Են եթե նրան պետք է բոլորին իրար հետ ասած, այդ գրության մեջ գրելի ամեն դեպքում սրանց հատկացնելը սրբազան բարդ պետք է լինի։ Եվ հիմա դա դարձել էր բան։ Ահաբեկչության կազմակերպում, հրահրում, չգիտեմ, կրոնական բռնություն, Կրոնական։ նայեք, այդ հոդվածի մեջ բանի տվյալ այդ, չգիտեմ, 226.2-ից հետո փոխեցին ինչ։ Մենք պետք է առանձնացվի բռնության բան, խոսք, չգիտեմ, բռնության կոչ։ Բայց այդ հոդվածն իր մեջ նաև եկալու է ռասայական խտրականություն, կրոնական խտրականություն, ահաբեկչության, մի խոսքով այդ սա դրել են մի հատ Բեն Լադենյան բաներ է, էլի։ Կրոնականը շատ ավելի։ Հա, այն որ խոսքի, չգիտեմ, դատի ժամանակ փաստաբանն ասում է, որ, ասենք, չգիտեմ, նեգրին է բռնած է, որ, ասենք, չգիտեմ, աղանդավոր, մի խոսքով, սենց։ Այդ առումով այդ իրաց փնթիությունից բխող թվում է այն, որ ասում է բախտս բերեցի, բայց ոչ հիմա ասենք, տեսեք, էդ էլա, չէ՞ մշակույթ։ Հիմա նայում ես, ասենք, չգիտեմ, մի հատ բան են, որ տզրուկ էլի գոմախբի ворդ, ասենք հելնում, ասում է ես բան է, չգիտեմ, ես իրա ակաժները կդրեմ, սրանք սատկացնեմ են մի բան են,
չգիտեմ, անսեր քամի կա, չէ՞ որ բարակ ձենով սաղորը ղժժում է, բան, չգիտեմ, փռենք ասֆալտներին էս անենք, այն անենք։ Հա։ Ու այվոր հա, այն որ բռնենք, չգիտեմ, 1000 ներողություն քշինենք, էս կանենք, այն կանենք։ Ու ոչ մի բան։ Ու ընդ որում շեշտում է, ասում սա ընդունեք որպես բռնության կոչ։ Մի հատ sense որ չգիտես, էլի իրոք գոմա։ Այդ դեպքում բա ինչու իր վրա քրեական գործ չի։ Հենց էտա, հենց ամբողջ խնդիրը էտա եւ այն որ խոսում են, գիտեք ինչ կա, բանը օրենքը, օրենքի գերակայությունը, եւ այդ մարդը, այս եմ ասում, սա մշակույթ է, մշակույթի ուղիղ արտացոլում է։ Այդ մարդը շատ լուրջ դեմքով ելնում ասում է, գիտեք, օրենքի գերակայությունը, բան, այն որ ասենք այդ պայն ասես, այն սուտը, չգիտեմ, այն որ ինչ գիտես ասես, այն որ մի վարքյան հետո քրեական գործ է էլի հարուցվելու վրա։ Դա է, տեսեք։ Վարչապետի կինը բոլորին վերջերս արշավ է սկսել, դե կինը ասում, ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Արշավ է սկսում օկտատերերի դեմ, այսինքն այն մարդիկ, ովքեր դեմ են արտահայտվում իրեն կամ ինչ որ բան են ասում, ինքը ցույց է տալիս իր գիտելիքը, կրթում է եւ մարդկանց անվանում է անիծ, ոչիլ, չգիտեմ ինչ, այտենց կենթանիների։ Այդ դեպքում ինչու իր հանդեպ եւս քրեական գործ չի հարուցում, չէ՞ որ դա եւս խոսք է, որը չպիտի հնչի, հատկապես եթե դու երկրի ղեկավարի կողակիցն ես։ Գիտեք, այդ իրավական բանին չեմ ուզում, եւ նորմալ է, որ պետք է այդ իրավական հազար ներողություն այդ կապիկությունը լինի, բայց այդտեղ գնանք էլի մշակույթ ու բարոյական կողմին, հա։ Տեսեք, երբ որ այդ կրթվելը նորաձև է այդ ցածրորակ այդ բանը եղավ, հա, այդ խոսույթը սկսեց տարածվել եւ այդ հեշթեգ են ասում հիմա ինչ։ Եվ որ մտածում ասում ես, ախր կրթվելը դա բանական մարդու բնական վիճակ է։ Միանշանակ։ Եթե դուք նոր եք, ընդ որում խոստովանում են, որ նոր են կրթվել։ Այսինքն կարող է լինել մի ժամանակ, երբ մոդայից դուրս գա կրթվել, արդեն դեմոդ են համարվի եւ մարդիկ չկրթվեն արդեն, հա։ Այդ լոգիկայի շարունակությունն է մոդը։ Հա, Ստանիսլավսկին հանճարեղ բան ուներ, ասում էր մոդան անճաշակների համար է։ Հիմա առաջնորդվելը ընդ որում խոստովանում են, որ անկիրթ են եւ այս վերջում մի գրառում նույն այդ տիկնոջ կողմից աչքովս ընկավ, ասում է ես պատերազմից հետո սկսեցի կարդալ Խորենացու ողբը։ Սա այլ մի ուրիշ աղետ է։ Այսինքն մարդը Այո։ օր ծերության մեկ էլ հանկարծ որոշում է Խորենացի կարդալ։ Այո։ Եվ գալ կրթել են մարդկանց, որոնք բացի են, որ օրորոցից Խորենացի իմացել են։ Հələ մի հատ էլ երկրորդ դասարանից, ասենք, չգիտեմ, խորապես ուսումնասիրել են Խորենացի, անընդհատ իրանց սեղանի գիրքն է Խորենացի։ Հանկարծ մեկ էլ որոշում են գալ կրթել, բայց ստեղ մի ուրիշ բան է գալիս։ Ասենք, երբ որ Խորենացու ողբից են խոսում, ասենք, այդ մարդը օրինակ չի խոսում Խորենացու նամակից Բաքրատունուն։ Խորենացին այդ ինչ էր ասում, արիտես ինչ փառայեղ ազգի զավակես դու։ Ասենք չի խոսա եւ բնականորեն չի կարա խոսա, որտեղ մարդը գործերության որ նոր Խորենացիա կարդա, այդ մարդը չի կարա հասկանա Խորենացու այդ, չգիտեմ, Տիգրան Երվանդյանի խառնում էր Տիգրան Մեծի հետ, թե չէր խառնում, որ իրապես չէր խառնում։ Այդ եթե հանկարծ հասկացավ ինքը արդեն պետքա փայլուն արդեն իմանա, չգիտեմ, Հիքսոսների արշավանքը, Կուտինների արշավանքը, Կասիտների արշավանքը, հետո պետք է մի հատ էլ գնա հանկարծ եգիպտագիտության մութ շրջանները ուսումնասիրի, հետո մի հատ էլ գնա Աստվածաշունչ, հələ հասկանա այդ որ հելնում էին այնտեղից այդ չգիտեմ ամաղեկներն ով էին այդտեղ այդ ինչ էին անում խի այնտեղ բախբանխի հանկարծ հրյաները որ հիմա մեր շատ քաղաքական գործիչների ուղեղի կաթված եք ասում։ Այդ է ասում, ախր խոսում են Չարենցից, ասենք չգիտեմ երկիր նայիրի բան է, որ ասես բան է, դե ժողովուրդը ով է կարդացել Խորենացի կամ ով է գնացել Չարենց ուսումնասիրի, ասենք կյանքում ասենք ոչ է խոսա որ այ այնտեղ է երկիր նայիրի են Երրանկյունին, ասենք այդ ինչ էր ասում, հազարոտնյա սարդից ոչ է խոսա որտեղ այդ հազարոտնյա սարդը հենց կոնկրետ այն որ գալիս ասում է Լոնդոնից ելնում գնում սես գալի մտնում է սաղ աշխարհի իր ոտիկներով ոչ ասի որ մենք այդ հազարոտյա սարդի ոտիկներից մեկն ենք որ այս երկրի գլխին սենց օին ենք դնում այսինքն խոսել բանից է որ եւ ընդ որում գանք ասենք ձեր ասացին այդ որ ասում ես բանը այդ խոսույթը հա այդ բառամթերքը ամենայն անկեղծությամբ եմ ասում ասենք կապ չունի ինչ ազգություն է երբ որ կնոջ բերանից սկսում է հելնել այդ լկտի ցինիկ այդ բառեր կա որ կնոջ բերանից չի ելնում էլի
չպետք է հելնի, այն որ հելնումը կնոջ բերանից, այն բան կա, չէ, հիմա որ ասեմ, բան է, այդ կրթվել է Նորաձևի ժողովուրդը բան կլինեն, ասենց ուղեղային տագնապ կստանան։ Այն դլակլոյի վտանգավոր կապերի վերջում այդ մի սմերթոյի կերպարն է, էլի որ ասում ինչ եղավ, ասում հոգին դուրս է եկել դեմքին։ Բառեր կա, երբ որ կապ չունի ինչ ազգի կինա, դուրս է գալի կնոջ բերանից։ Այդ իր հոգին հելնում է դեմքին, այդ այլասերված, լկտի, եւ այդ մարդը ասում է, գիտեք ինչ կա, կրթվել է Նորաձևը։ Եղբայր կրթվելը նախ եւ առաջ դաստիարակություն է, եթե դու որպես կին քո այդ բարձր բանը չես պահում, եւ այդ ամեն ինչը գալիս է նաեւ մի շատ բարձ բանից, այս մեր ամբողջ իրականությունը։ Այո։ Այո։ Երբեք չի կարա, ասենք, Վարուժանի կակաշները թեկուզ մի անգամ կարդացած մարդը, ահա, հանկարծ, չգիտեմ, կապ չունի, ասենք, այն ում որ տենում ենք քաղաքական իրականության մեջ, գնա եւ ընտրի։ Չգիտեմ, չի կարա, ասենք, Բաղդասար դպիրի, ասենք, Իննջ Մարետը կարդացած մեկը գնա։ Էլ չեմ ասում, ասենք, Հյոդերլին, չգիտեմ, Հայդեգեր, Հարտման, Կիրկիգորը, տանջում եք հիմա իրանց դուք։ Ես այս ընդհանուր եմ ասում, ախր իրանք օթից չեն են հիմա իրենք այդ կրթվելը Նորաձև է գաղափարախոսությունը տարածող մի քանի մարդ կանայք հիմա սենց քորդանակով տանջում են, դա։ Հետաքրքիր է, գիտեք որն է։ Ես այտենց իմ համար ուսումնասիրություններ անելու փոքրուց էլի դա շատ խելառ եմ, ասենք, այն որ անընդհատ մի բանի վրա ասած է որ կթվա ոչ մի բան է, բայց ես կուսումնասիրեմ, էլի։ Պատկերացրեք, չեմ ալարե մի զգալի ժամանակ այդ բանին այդ հեշթեգի հետևորդներին հետևել եմ։ Հա։ Ովքեր են։ Կապ չունի ովքեր են, բայց ամենայն առանց չափազանցնելու եմ ասում, ընկերներից բոլորին դա սկսինել եմ անգամ արել ուղարկի։ Դեռ չի հանդիպել մեկը այդ գաղափարը պաշտպանող, որը այդ գաղափարը պաշտպանող տեքստ գրելուց մեկ նախադասություն հայերեն նախադասություն գրած լինի։ Լատինատար են գրում։ Չէ, լատինատար չէ, այսինքն շարահյուսությունը, կետադրություն, բան չեմ ասում։ Այսինքն հայերեն միտք միտեղ գնացել էր ու բավականին այդպես ինչ-որ ուսուցչուհի էր, ինչ էր այդ բանը, որ ասենց մեծարանքով գրել էր, տեքստը կարդում ես, որ Սևակի ասած ոնց որ ասենց մի բան է, Քյավառա Նիժնի Նովգորոդյան ասենց հայերենով ասենց ես ինչ էր արել։ Ինչ Քյավառա Նիժնի Նովգորոդյան։ Սևակը իհարկե ֆրանս Նիժնի Նովգորոդյան ասում, ես Քյավառա։ Դավիթ, պատերազմի մասնակից եք եղել։ Գիտեմ, որ ձեզ համար դժվար է այդ մասին խոսելը, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, բայց ինչ եմ հիմա ուզում անդրադառնամ։ Տեսեք ինչ ստացվեց։ Բոլորին վերջերս ցանկանում են ընդունել օրենք, որ գումարը վճարում է քաղաքացին։ Եվ չի ծառայում, այսինքն մեծ գումարը վճարում է, ծառայությունից ազատվում է։ Ստացվում է, որ կրկին հարուստի երեխան ազատվում է ծառայություն։ Ինչ եմ սա ձեզ հենց ուզում հարցնեմ, ուզում եմ ձեր կարծիքը ասեմ, որ դուք կռված տղա եք, պատերազմ անցած տղա եք եւ տեսել եք ձեր ընկերներին եւ վիրավորումը եւ զոհվելը եւ ամեն ինչ տեսած մարդ եք, հա։ Սա ո՞նց կընդունեք, այսինքն գումար չունեցողի երեխան նորից պիտի երկիրը պահի, ինչը արժանապատիվ է եւ պարտքն է բոլորիս, իսկ գումար ունեցողը նորից գումարը կտա, այս անգամ արդեն օրենքի դաշտում։ Եվ ազատվի ծառայությունից։ Գիտեք, նախ այդ պատերազմի մասնակցելը մի տեսակ ես միշտ այնպես ամաչում եմ, որ ասում եմ պատերազմի մասնակցել։ Դա բոլոր տղամարդկանց պարտքն է, պարզապես Չէ, նախ այդ մասնակցելը հատկապես այս վերջի բանին է, որ մենք գիտենք ինչ եղավ, ոնց էր պայմանավորվածությունը։ 44-օրյա նկատի ունեք։ 44-օրյա ես նախ ճակատամարտ եմ ասում, որովհետև պատերազմը ես ամենայն անկեղծությամբ, թեկուզ դա ասած միֆական ու շատ պաթետիկ թվա, ամենայն դեպս ես փոքրուց դաստիարակվել, ապրել եմ եւ շատ բան եմ տանուլ տվել եւ ընտանեկան մակարդակով եւ մնացած բոլոր մակարդակներով ամենաթանկ բաներից հանուն Արցախի, հանուն Հայաստանի եւ այլն, սկնելը օրորոցից այդ բոլոր կորուստները ես տեսել եմ։ Եվ ասում եմ ճակատամարտ, որովհետեւ որ պահի ես կընդունեմ, որ այս պատերազմերու վերջնական էր, ես այլևս որ չգիտեմ, իմ կյանքը ոչինչ ալնելու, ամենայն անկեղծությամբ, եւ ես չասեմ սին հավատ, իմ ողջ կյանքը պայքարը, չգիտեմ, ինչքան որ կարամ, ինչքան ուժերս ներում է, դա լինելու է, որ վերջնական պատերազմի օգուտ
մեզ լինի Արցախի հարցով։ Բայց գանք պատերազմին մասնակցությանը այս բոլոր պայմանավորվածությունների առու վաճառքի չգիտեմ ինչի մեջ, որ ոնց որ տասնյակ հազարավոր մարդիկ նույնն էլ մենք, որ ոչ մեկ ոչ մեծ կտորով տեսավ թշնամի, ոչ տեսավ բան, չգիտեմ, թեկուզ մի կիլոմետրից։ Վերեցին, կոորդինատներ տվեցին, ինչ արեցին, որտեղից որտեղ խփեցին եւ այլն, հիմա դառնանք բանի, այդ փողով ծառայել չծառայել։ Այո։ Գիտեք, անգամ ես գուցե շատ սուր բան եմ ասում, շատերը չընդունեն եւ նորմալ կլինի, որ չընդունեն, բայց ես անգամ գումարով ծառայությանը դեմ եմ։ Այսինքն այնքան չէ պայմանագրայիններ բաներ որ գնեն, շատերն ասում են, հա, նորմալ է, որ ասենք, չգիտեմ, քաղաքում, ասենք, չգիտեմ, տասնյակ հազարավոր ոստիկաններ ընդամենը մի երկու հոգի, ասենց ճիվաղների 2 մետր քայլելը պետքա 20,000 հոգի հսկեն, որպեսզի, չգիտեմ, ճանճ չանցնի, թիթեռ չանցնի եւ ստանան շատ մեծ աշխատավարձ, եւ այն մարդը, որ 3500 մետրի վրա կանգնած սահմանապահում շատ քիչ աշխատավարձ ստանա, բայց ես ամեն դեպքում այսին շատ սուբյեկտիվ կարծիքն է, որ պետքա լավա որ գումարը կա, բայց հայրենիքի պաշտպանությունը, քո ինքնության, քո ինքնասիրության պաշտպանությունը գումարով պետք է պայմանավորված չլինի, որտեղ ցավալի բան եմ ասելու, պատերազմի ժամանակ ես ինքս բազմաթիվ մարդիկ գիտեմ, պատերազմից հետո, որ ուղղակի հելան եւ մարդիկ գիտեն, որ այդ զինվորականությանը ինտեգրվելը ընդհանրապես խոպանին փոխարինող ինչ-որ բան էր։ Ինչը մնում է այս նոր օրենքին, ոնց որ բոլոր այդ պիղծ, եղծ, թշվառ մտածողությունները հերթական մի բանն էլ սա է։ Սա նաև սոցիալական շատ մեծ, ոչ թե սոցիալական, այլ հասարակական, պատկերացրեք, առանց էտել այս թշնամական վիճակի մեջ մեկը գումար ունի, տղեն չծառայեց, մյուսը չունի, իր տղեն հարևաններ են։ Դու պատկերացնում եք այդ թշնամանքը իրար հանդեպ։ Այո։ Այդ ատելությունը, թշնամանքը են, որ առանց էտել այս ամեն ինչի մեջ։ Գիտեք, այս ամեն ինչը, ինչից խոսանք, բոլոր խնդիրներից մշակութային է։ Եվ մի կետից է բխում։ Ես այդ միլիոն անգամ ասել եմ, ոնց ուզում եք դնենք քննարկենք, մի կետից է բխում։ Եվ այդ ես չեմ հորինել։ Ամբողջ եվրոպական հիմա կան, չէ՞, նայում ես, որ անկեղծ ես որ լինեմ իշխանություն, ես մեր բոլոր քաղաքագետներին, չգիտեմ, տանելու եմ մանկապարտեզից, երթվում եմ, մանկապարտեզից օրենք եմ հանելու, ոնց որ առաջի 2 տարեկան երեխան պետք է գնան մանկապարտեզից մեծանան։ Նայում ես ասում ես, ախպեր, դու պետական պաշտոնյա ես եղել, չգիտեմ, այսքան տգետ, այսքան դու կյանքում մի հատ գրքի էջ չես բացել։ Եվ որ այնպես բան մեկը կասի Ռուսաստանը գոյություն չունի, մեկը չգիտեմ, էսից ասում ես դու գիժ չեք տղերք։ Դուք դպրոց չեք գնացել, դուք մանկապարտեզ չեք գնացել եւ ինչ էի ասում։ Այն որ այդ կան չէ որ եվրոպական, չգիտեմ, եսի ինչ է, քաղաքակրթությունը էս կողմ են կողմ։ Ասում ես տղերք, եկեք հասկանանք եվրոպական քաղաքակրթություն ասելով, արժանամակարգ ասելով, դուք հասկանում եք եվրոպացի մտավորականին, թե եվրոպացի վարսավիրին։ Միշտ այդ օրինակը բերում եմ։ Որտեղ դուք ինձ չեք կարա մի հատ եվրոպացու անուն ասեք, գոնե վերջի 1000 տարում, որի ամբողջ գաղափարական կռիվը չի եղել եվրոպական քաղաքակրթության դեմ, վարք ու բարքի դեմ։ Բոլորին մեկի անուն թողած կողեն աչքս ասել, այ տես էս մի անունը, որը լսելի է ու գիտեն, ճարտարապետ կլինի, գրող կլինի, փիլիսոփա կլինի եւ այլն, որը բան չի արել, այդ ամեն ինչի դեմ կռիվ չի տվել։ Այսինքն ասածս ինչ է, հələ տեսեք, ասենք այդ Ռաբլեից, չգիտեմ, ընդ բանից սկսած, այդ Սերվանտեսից, ես շատ գիտեմ ավելի առաջ Դանթե Մանթեներից, մինչև եկավ հասավ բանը, ՅՈՆԵՍԿՕ, Բեքետ, այդ ռանգեղջուրացումը, մարդիկ ասում են, ախպեր, սա վատ բան է, սա անդունդ է, սա ճահիճ է, որի մեջ մենք ապրում ենք, հա, հես այն հայտնի բան է, որ ասում են Եվրոպան ինչ ունի, Իրանը չի, այն ամենացածրակարգ արժեքներն ու ռուբլերն ու փողն են մերը։ Եվ դրանց զգալի մասը քաղաքակրթական առումով հղումը տալիս են կոնկրետ Հայաստանին, հայի։ Այն որ փրկությունը է սա։ Հազարավոր են օրինակները։ Մենք ասում ենք, չէ, մենք պետք է գնանք այդ անդունդը։ Եվ ինչ է ասում, որ էլի միտքը շեղվեց, ամենակարևոր բանը, որ այդ ես չեմ հորինում։ Դա երբ որ են բանը, չգիտեմ, այդ բանի շրջանը
Գյոթեներ, Շիլլեր, Լեսինգ, Մեսինգան այդ որ գալիս էին բերում են այդ հասարակությանը պատրաստելու եւ այս երևի 1000-րդ անգամ եմ ասում։ Մեխային լուծումը տվեց Հեգելը, մշակութային բռնապետություն։ Չկա մշակութային բռնապետություն, չի կարող լինել ազգ, պետություն, ուղղակի չի կարող։ Այսինքն այս ամեն ինչի լուծումը մի ազգային, մարդկային, բանական իշխանություն է, որը կգա ու կասի գիտես դու էսա քոնը, էս պետք է լինի։ Այն բոլորը ասում են կարծիք չէ, ամենախայտարակ միջին այնց հարազատ արտահայտություն ունի իմ համար, ասում եմ ողջ բնությունը ի սկզբանե ծառայում է նրան, որ մարդկությունը հասնի 5-ից 6 մարդու կարծիքի, բայց բոլորը կարծիք են հայտնում։ Ախր բաներ կա, որ հիմա որ ասեմ, ասես կասեն հələ տեսեք, սա բանը դեսա դենա, բայց ես ինչ ասում եմ, ամբողջ համաշխարհային տիտանական մտքի խտացումն եմ ասում։ Այդ ես չեմ հորինում, հա։ Այն որ դա վատ բան է, ի՞նչ է նշանակում, ասենք դպրոց չգնացած մեկը կարծիք է արտա, էլ չասեմ ընտրություն անում, հասկանում ես։ Այսօր բոլորը բան ունեն։ Բոլորը, ասենք, ունեն բան, չէ, ընտրելու իրավունք գնում են, եւ բոլորն ունեն պաշտպանություն, կատուների պաշտպանության հանձնաժողով, չգիտեմ, սպիտակ արջերի պաշտպանության հանձնաժողով, չգիտեմ, բանը, Նազիկ Նազիկյանների ասոցիացիան, որ մենակ այդ Նազիկ Նազիկյանն է, ուրիշ մարդ չկա, էլի, ասես պայմանական անուն եմ ասում։ Բայց բանական մարդու իրավունքներ, հա, ասենց այդ որ պաշտպանության ոչ մեկ չի զբաղվում, ցանկացած մեկը, որը դպրոց չի գնացել, մանկապարտեզ չի գնացել, ունի վատ վարք ու բարք, լկտի, ցինիկ, սաղորը, չգիտեմ, ռաբիզա լսում, սաղորը ամենացածրակարգ, չգիտեմ, քաղաքական գործ չի ու չգիտեմ ինչի գովքն է անում, գնում իմ փոխարեն ընտրություն անում։ Բա ես ինչ անեմ ժողովուրդ։ Չէ, անկեղծ էլի։ Եվ այդ ընտրության արդյունքը մենք հիմա ենք տեսնում եւ տեսնում ենք արդեն քանի տարի։ Դա թերևս մի քիչ դրականին անցնենք։ Ես հասկանում եմ, որ ես դա հասկանում եմ։ Դուք գրքերով եք եկել, ներկայացրեք ձեր գրքերը։ Անկեղծ էս վերջի շրջանում հատկապես է որ անենց եմ հոգնել խոսելուց էս հատկապես գրականությունից, էլի, որովհետև այնքան չկայա դաշտը։ Այն որ չէ, բայց ես համաձայն չեմ, չպետք է հոգնել, պետք է համառորեն դա առաջ տանել։ Անելը անես, բայց խոսես, ասենք, չգիտեմ, սրանից առաջ եղել է իմ վիրավոր արջը։ Այո, ես գիտեմ։ Ես ում հետ վիրավոր արջից խոսա։ Անկեղծ էլի, ասենք, որ ում հետ խոսա։ Չկա այդ դաշտը ոչ թե բան է, որ չէ, էլի։ Եվ հա գրում ես, պարտավոր ես գրելու, որովհետև ես միշտ ասում եմ, որ ասում են, այսքան խես կռիվ տալիս, ախ կյանքդ, յա չգիտեմ, քաղմասներն ես, յա ասֆալտներին ես, յա սաղորը բանն է, ԱԱՑ-ն է, հետևիցդ, չգիտեմ։ Ասում ժողովուրդ որ 100 տարի առաջ մի հատ այնց սկզբունքային տղաչելներ չարեցը։ Այսօր հանգիստ կեթայի կրաժարվի ազգություն։ Անկեղծ եմ ասում։ Դեռ ամեն դարաշրջան մի երկու հոգի այդ սկզբունքայինը պետքա լինի, էլի, որ այն հաջորդ գալացող ասի, արա դե լավ, այսքանի մեջ կայնիկ ես պահեմ, էլի էդի։ Չգիտեմ, անում ես, պարտավոր ես անել։ Եվ գուցե գան ժամանակներ, ոչ թե գուցե վստահապես կգան ժամանակներ, որ եւ գիրը, եւ գրականությունը, եւ ճարտարապետությունը կգա կընկնի իր տեղ, ասենք, հիմա տեսեք իտալացիք, ասենք, չգիտեմ, այդ իրանց եկքահազոր շրջանից հետո գրական։ Այո։ Մեկ էլ քանի դար բան չտվեցին, մինչև հետո եկավ մի հատ, ասենք, չգիտեմ, Վարդի անունը եւ այլն։ Քանի ապրում ես, պետքա պայքարես, պետքա անես, պետքա կռիվ տաս քո սկզբունքների, քո համակարգի։ Ախր ամեն մեկը մեր ձևով է սխալ է։ Տեսեք, ես նկատի ունեմ գրողը իր կերպ, լրագրողը իր գրչով, ստեղծագործողը իր գրքով։ Այդ առումով համաձայն։ Ամեն մեկը իր կերպ պետք է պայքարի տարածված։ Այդ առումով համաձայն եմ։ Ես նկատի ունեի այն, որ տեսեք, ասենք ցանկացած բանի մեջ վերջի հաշվով ճշմարտությունը մեկն է, չէ՞։ Այո։ Ասենք այդ որ ասում են եւ հումանիտար գիտությունների եւ բոլոր տեղերում ճշմարտությունը մեկն է։ Իսկ ո՞նց է մաթեմատիկայի մեջ 5-ին գումարած 5 հավասարաբար 10։ Հիմա աշխարհում ամենատարածված բաներից մեկը դա բանն է, բազմակարծությունն է, չէ՞։ Այո։ Եվ դա ամենագովելի բաներից է, բայց եկեք որ մի քիչ անկեղծ ենք լինում ու ռեալ ենք նայում, չէ՞։ Ասենք բոլոր մարդիկ որ գնացել են դպրոց գիտեն 5-ին գումարած 5 հավասարը 10, չէ՞։ Իսկ այն մարդիկ, որոնք դպրոց չեն գնացել, մեկը ասում է 15, մեկը 20, մեկը 17, մեկը 16, չէ՞, բնականորեն։ Եվ դա համարվում է, գիտեք, ինչ բարձր արժեք, որովհետև
Բոլորը իրաց կարծիքն ասեցին եւ ամեն մեկը։ Դա եւ ասածս նա է, որ ինչքան այդ բազմակարծությունը շատ է, այնքան հասարակությունը տգետ է։ Այնքան հասարակությունը դպրոց չի գնացել։ Այո, այո։ Երբ էս Թերևս էս։ թերևս ամեն դեպքում, բայց կռվելա պետք Գիտեք ինչ, Դավիթ, հա, ես ուրախ եի, որ մենք զրուցեցինք, հույս ունեմ հաճախ կհանդիպենք իմ տաղավարում եւ մենք շատ քննարկելիքներ ունենք եւ նաեւ սերունդներին ասելիք շատ ունեք դուք, հատկապես դուք։ Ուսանք։ Ես ես կավարտեմ ծրագիրս հետեւյալ մտքով, որ կարդացեք, սովորեք եւ ոչ թե որ դա նորաձև է, այլ որովհետեւ դա պարտադիր է, դա անհրաժեշտ է։ Եթերում ես էի, կհանդիպենք։